Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ Կոստանդնուպոլսի հայկական շկոլների շուրջ թեզա մտահոգությունն է։ Միջազգային գիտաժողով արևմտահայերենաշուրջ Քեսաբում նշվալա Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը։ Կարծում էինք լուսավորելի սնքրալ, պարզումա ձուլվելի սնքրալ։ Արևավ ձևավորվող երախտագիտության հուշարձան Արցախաբռնի տեղահանության մասին կինոն մրցանակ ստացալ Խորվաթիայում 1700 տարի Ճրինտակի Նիկե ժողովի հնարավոր վայրը հայտնաբերվել է։ Արցախահայ մարզիկները Հայաստանը ներկայացնական աշխարհի առաջնությունում։ Արևմտյան Հայաստանում լույս տեսնող հայկական Ագոս շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Ռոբերտ Քոփթաշն անդրադարձել է Արևելյան Հայաստանը քաղաքացիների Կոստանդնուպոլսի հայկական շկոլներում սվրելի հնարավորության սահմանափակման խնդրին։ Քոփթաշի նսելավը Հայաստանը Թուրքիա տեղափոխված ընտանիքներին խոխեքը տարիներ շարունակ Կոստանդնուպոլսի հայկական շկոլներում սվերալն հյուրի կարգավիճակով, սակայն այժմ իշխանությունները փորձում են արգելել այդ հնարավորությունը։ Ընդգծալը վեր ավելի քան 10 տարի առաջ հենց իշխանությունների կողմից այլաստեղծված ի սկզբանե ժամանակավոր համարված կարգավորումը իրան գնահատումով խնդիրը հնարավոր է իլել լուծել պարզ վարչական կարգավորումով, բայց տարիներ շարունակ չկարգավորվել անի ետը մհեն կիրառվում է ամենակոշտ մոտեցումը, ինչը կարելի թեզա լարվածություն ու ցավ առաջացնել հայկական համայնքում։ Քոփթաշը նաև կոչ արել Թուրքիա հայկական համայնքի կառույցներին ավելի ակտիվորեն բարձրաձայնել խնդիրը, ընդգծելով մամուլի ու քաղաքացիական հասարակության դերակատարությունը։ Արևելյան Հայաստանը Հրաչյա Աճարյանի անվան լեզվի ինստիտուտի արևմտահայերենի բաժնի սեպտեմբերի 25-ին անցկացնելու արևմտահայերենի հիմնահարցերը խորագրավ միջազգային գիտաժողովը։ Գիտաժողովի մասնակցելուն բազում լեզվաբաններ, կրթական գործիչներ, մասնագետներ քննարկվել են արևմտահայերենի արդիվիճակը, դասավանդման մեթոդները, երկու լեզվավ միջավայրում գործածությունը, թվայնացումը, արհեստական բանականության հետ կապված հարցերը, Հայաստանը ներկայիս լեզվական միջավայրը։ Մասնակցությունը հնարավոր է հունցը արկադիել առցանց ձևաչափով հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 21-ն է։ Օգոստոսի 16-ին Քեսաբա Սուրբ Աստվածածին եկեղեցում հանդիսավորությամբ նշվել է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը։ Բերիո հայոց թեմի առաջնորդ Մակար arczepiskopos Աշգարյանի հանդիսապետությունով մատուցվել է Սուրբ Պատարագ վերի մասնակցան Քեսաբա ու Սիրիայի տարբեր շրջաններ եկած հայ հավատացյալն է։ Պատարագին վախտը Մակար Սրբազանը խոսալ է Աստվածամոր նշանակության ու հայ եկեղեցու կյանքում իրան ունեցած կարևոր դերի մասին, ընդգծել է վեր Սուրբ Կույս Մարիամի եկեղեցի մեծարում իրան ծեսերավը, շարականներավը, աղոթքներավը։ Տոնական արարողության ավարտին եկեղեցու շրջափակում կատարվել է ավանդական խաղողորտներ Մակար Սրբազանին ձեռը։ Տոնին մասնակցան նաև ՀԲԸՄ-ի սկաուտները։ Նորահայտ արխիվային փաստաթղթերի թեզա քննարկումների տեղիք ընտամ համշենահայերենի պատմական ինքնության ու Թուրքիայի պետական քաղաքականության վերաբերյալ։ Հոդվածում ներկայացված Օսմանյան հանրապետական շրջանի փաստաթղթերը նշանցն տանվեր համշենահայերը պաշտոնական գրություններում տարբեր ժամանակներում հիշատակման որպես իսլամացված հայեր։ 1913 թվականի Օսմանյան փաստաթղթերից մինումը համշենաբնակչությունը բնութագրվում է որպես հայերից ստեռած մահմեդականն է։ Նման ձևակերպումները հանդիպում են նաև 1930-ական թվականների հանրապետական շրջանին ձերծված փաստաթղթերում առանձին ուշադրությանը արժանի 1936 թվի փաստաթուղթը, շտեղ նշվում է վեր Չորոխի նահանգումը բնակչության մի մասը խոսել է սայլել լազերեն, Էմինեն գյունել վրացերեն, մին հատվածն էլ հայերենն էլ խոսելիս։ Փաստաթղթում առաջարկվում է լալ կրթության միջոցառը բնակչությանը ազգային ոգի ու մշակույթ փոխանցել իրենց ազատել օտարլիզյունների ու սովորույթների ազդեցությունը։ Մարտինասուր Բեհնամ Քրքլար ասորական եկեղեցում ներկայացվել է հնագույն խոսքի թարմ ստվերում խորագրավ հուշարձան տեղադրումը նվիրված ասորական մշակույթի կարևոր գործիչ եկեղեցում 41 տարի ծառայած ավագ քահանա Գաբրիել Աքյուզի կյանքին ու ժառանգությանը։ Տեղադրման հեղինակն արվեստագետ ու համադրող Օզջան Գեջերը։ Աքյուզի ասորական պատմության ու մշակույթի վերաբերյալ կիրայս 17 գրքերի կազմերը լազերային եղանակով փորագրվել մետաղի մակերեսների իրա ու միավորալ մեծածավալ խաչաձև կառույցումը։ Աշխատանքի մաս ընկածում նաև հնագույն խնկանման վիտրաժ Լույսնասի այս տեղադրման շուրջ 150 կիլոգրամանոց մետաղական կառուցվածքին ստվերը օրվա ընթացքում արևի շարժման ու զուգահեռ փոխում է իրան ձևը խորհրդանշելով հիշողության, մնայունության ու անցողիկության կապը։ Ամերիկահայ ռեժիսոր ու հեռուստահաղորդավար Դիանա Մեդիսոնի տնից ավելի ղաշյանք տեղ կավեջ There is no place like home վավերագրական կինոն Խորվաթիայի միջազգային կինոփառատոնի վախտը արժանացել է մրցանակի ամենալավ առաջին լիամետրաժ կինո անվանակարգումը։ Կինոն պատմում է 2023 թվին Արցախաբռնի տեղահանված հայերի մասին ներկայացնելով իրանց անձնական պատմություններն, կորուստը, գոյատևման պայքարը, հայրենի քաղաքինյալից հետո տոն հասկացության թեզա իմաստի որոնումը։
Արևմտյան Հայաստանը տարածքում Նիկեի հնագույն քաղաքին կողքին Իզնիկ լճի հատակում հնագետները հայտնաբերել են վաղ քրիստոնեական եկեղեցու ավերակներ Վերկարին կապվածինին 325 թվականին տեղի ունեցած Նիկեի առաջին տիեզերական ժողովին հետ։ Կառույցը հայտնաբերվել է հարամ 2014 թվականին ու մեհենք ուսումնասիրման մասնագետների կողմից։ Հնագետներին վարկածավը կարար գոյություն ունենալ հալամ 4-րդ դարի սկզբին ու կապ ունենալ ժողովի մասնակիցների հավաքների հետ։ Այնուամենայնիվ անկախ մասնագետները նշում են վեր գտածոն հալամ բավարար ապացույց չի ժողովի անցկացման վայրը վերջնականապես հաստատելի հետի։ Հնագիտական ուսումնասիրությունները շարունակվում են։ Արցախաբռնի տեղահանված ընտանիքների 4 ջահիլ մարզիկները Հայաստան ներկայացնականը 2026 թվականի IMMAF-ի երիտասարդների աշխարհի առաջնությունում վերը օգոստոսի 16-23 անցկացվել է Աբու Դաբիում։ Կարեն Արզումանյանը, Տիգրան Գասպարյանը, Սամվել Ավետիսյանը, Էրիկ Հայրապետյանը Հայաստանը հավաքականի կազմում մասնակցելու իրավունք են ստացել իրենց տարիքային ու քաշային խմբերում գրանցելով բեցյուր արդյունքն է։ Մարզիկների մասնակցությունը միջազգային առաջնությանը հնարավորություն է տամ Արցախա տեղահանված ջահիլներին համ շարունակել մարզական ուղին, համ էլ միջազգային հարթակում ներկայացնել Հայաստանը։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվա տեսքանք պատրաստալ ապրիկ շադրության հետի պնդկացիք։